Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, երեք անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու վերաբերյալ, օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո պարոն Ջհանգիրյանը բարձրացրեց այն հարցը, որ Սահմանադրության 6-րդ և 153-րդ հոդվածների պարագայում մենք կարող ենք, այսինքն կառավարությունը իրավասու է ինքնուրույն ընդունել որոշակի կարգեր, ենթավորված դրական ակտեր, որոշակի խնդիրներ լուծելու կապակցությամբ։ Պարոն Ջհանգիրյան, ես հարցը, ինչպես եւ դուք երեք ասեցիք, քննարկել եմ նաև պարոն Հարությունյանի հետ, իրավաբանական մեր ստրուկտուրաների հետ, մեր մեկնաբանությունը կոնկրետ այս դեպքի համար հետեւյալն է, որ օրենքը նախկին գործող օրենքը, որի վրա հղում էր անում կառավարության սահմանած կարգը եւ աշխատում էր այսօր, այլևս ուժի մեջ չէ նոր օրենքի ընդունման պարագայում։ Երկրորդը նոր օրենքը տվել է 7-րդ հոդվածով կարգավորումներ, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից 19 թվականի։ Արդյունքում ստացվել է, որ մեր եւ գործող կարգը հիմա չի գործում, որովհետեւ չկա այն օրենքը, որի վրա հղում ենք տվել։ Եվ բացի դրանից էլ գործող օրենքով մենք ասում ենք, որ 19 թվականի հունվարի 1-ից կաշխատի։ Հիմա այս պարագայում մենք ընդհանրապես ժամկետն ենք առաջ բերում, որպեսզի մինչև այդ թվականը կարողանանք ինչ-որ բան անել։ Ինչ վերաբերում է ձեր ավելի կոնցեպտուալ հարցադրմանը, ապա պարոն Հարությունյանը ես ներկայացրեցի իրեն, ձեր առաջիկա իսկ հանդիպման ժամանակ որոշակի իրավաբանական մեկնաբանություններ եւ քննարկում կլինի։ Մենք ամենայն դեպս փորձել ենք իրավական որոշակիությունը պահպանելու առումով ավելի զգուշավոր լինել եւ հղումը տվել ենք 6-րդ հոդվածին։ Նա ձեզ հետ հարցը ավելի մանրամասը կքննարկի, ես իրեն ներկայացրել եմ։ Շնորհակալություն։ Պարոն Ջհանգիրյան, արձագանքի համար։ Համեցեք, պարոն Ջհանգիրյան, ձեր իրավունքները պաշտպանված են։ Գիտեք, խնդիրն ինչումն է, տեսեք, կառավարության ողջ գլուխը անցումային դրույթների համաձայն ուժի մեջ է մտնելու նորընտիր նախագահի պաշտոնավարման օրվանից։ Այսինքն 153-ը, որ ես ասում էի, կառավարությունը ունի եւ որոշում կայացնելու իրավունք եւ ենթաօրենսդրական այլ ակտերի սահմանադրությամբ։ Դա ապագային թողնենք։ Հիմա այս պարագայում գործում է 2005 թվականի սահմանադրությունը, որի 86-րդ հոդվածը էլի թույլ է տալիս կառավարությանը որոշումներ ընդունել։ Այսինքն, երբ որ դուք որևէ օրենսդրական հետագա ակտ բերեք եւ նշեք, որ նոր սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ենք այս փոփոխությունը կատարում, որպեսզի կառավարությունը լիազորություն ունենա կարգ սահմանելու, որոշում ընդունելու, ես պետք է ասեմ, կառավարության պարագայում այդ 6-րդ հոդվածի վրա հղում տալը սխալ է, որտեղ կառավարությունը այդ լիազորությունը ունի, թե նախորդ սահմանադրությամբ եւ թե նոր սահմանադրությամբ։ Իմ ասածը սա է, դրա համար ես հարցը տալիս, պարոն Տերտերյան, ասացի, օրենքի բովանդակության հետ կապված ես հարց չունեմ։ Ես հարց ունեմ հետեւյալը, որ 6-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում այլ պետական մարմինների մասին, որոնք նախատեսված են սահմանադրությամբ։ Այդ պարագայում, օրինակ, քննչական մարմիններին, եթե վաղը քրեական դատավարության օրենսգրքով մենք որևէ նորմատիվ ակտ ընդունելու լիազորություն տանք, այդ ժամանակ հիմնավորումներում պետք է նշեք 6-րդ հոդվածի 2-րդ մասը։ Սա է իմ ասածը։ Շնորհակալություն։